Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցել եմ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին, նկարագրությունների բաժնում կտեղադրեմ Կարեն Սարգսյանի Telegram-յան ալիքի հղումը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն Նարեկ ջան։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիայում է, ինչքանով է կարևոր այս հանդիպումը։ Դե կարող է շատ կարևոր դառնալ, որովհետև Էստոնիան այն երկրներից է, որը մեծ առաջադիմություն ունի թվային կառավարման տեսանկյունից, այսինքն Եվրամիության տեսանկյունից Էստոնիան գլխավոր երկրներից է, բացի դրանից Էստոնիան հանդիսանում է հակառուսական այդ մեծ կոալիցիայի գլխավոր երկրներից մեկը եւ այդ երկու փաստը կարող է շատ մեծ նշանակություն ունենալ Հայաստանի հետագա զարգացման հետ կապված, հիմնականում իհարկե թվային տեխնոլոգիաների, բայց նաև պետք է հաշվի առնել, որ Էստոնիան մոտավորապես տենց տարածքով բնակչությունով մեր շատ մոտիկ է եւ Էստոնիայի տնտեսական զարգացման որոշ առանձնահատկություններ մեզ համար կիրառելի են եւ ընդունելի։ Այսինքն ռեֆորմերի արագ անցկացման տարբերակը, լուստրացիան, Ռուսաստանից արագ փոխվելը եւ այլն, այդպես բոլոր գործողությունները միևնույն ժամանակ բավականին վտանգավոր սահման ունենալը, որովհետև այնտեղ օրինակ Նարվան մեծ հաշվով է իրենց ամենաարևելյան քաղաքը, որը որ հանդիսանում է Ռուսաստանի տարածքային կրտումների մի մաս եւ Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է նույնիսկ այդ Նարվան մեմեր տարը ժամանակին Պուտինը հարցնում էր Բուշին, եթե չեմ սխալվում, պատրաստ եք դուք արդյոք զոհվել Նարվայի համար։ Այսինքն մեզ համար Էստոնիայի փորձը, Էստոնիայի кейսը շատ կարևոր է, իրականում Ռուսաստանից անկախ պետականություն կառուցելու համար։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը, ցավոք սրտի որ նա ասենք սպասելիորեն տապալվեց, էլի։ Հիմնականում հարցերը Նիկոլ Փաշինյանին ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին են, մասնավորապես էստոնացի լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնում, երբ գնում ու Վլադիմիր Պուտինի հետ մասնակցում է շքերթների, ինչու էին այսպիսի հարցադրումներ հնչում։ Որտեղ Էստոնիայի համար սովետական միությունը եւ Ռուսաստանը ավելի լայն, դա նույնն է, ինչ մեզ համար Օսմանյան կամ երիտթուրքական Թուրքիան։ Լրիվ նույնն է։ Լրիվ։ Նիկոլը գնաց իրանց այդ բոլշևիկյան ռեժիմի զոհերի հուշահամալ իր այցելեց, բայց ոնց որ չհասկացավ ուր գնաց, չհասկացավ ինչ արեց։ Նույնն ոնց որ գան մեր մոտ, գնան Ծիծեռնակաբերդ, հետո գան ասեն բանը, Enver այսպես տղա է, Թալատը այսպես արժանի տղա է, այսինքն բացառապես մեծ հիմար քայլ, այսինքն ես մտածում եմ ինքը գնաց տեղ կփորձի փրկվել, կասի որ մենք տարբերակ չունենք կամ չգիտեմ չեմ գնալու կամ այնպիսին է իրավիճակը, որ իմ չգնալը ավտոմատ կնշանակի, որ Ռուսաստանի վրա կհարձակվի, բայց հակառակ դրան ինքը ասաց, որ դա իր ցանկությունն է, որ ինքը գնում է եւ իր ցանկությունն է, իր ընտանիքի ցանկությունն է, որ ինքը չի պատրաստում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետեւաբար ինքը ֆաշիստ է։ Ինքը նորմալ տենց միջին դասի տուզիկոտ ֆաշիստ է, նացիստ, ասենք ոնց որ մենք ասենք Enver-ի երրորդ դասի ինչ որ sense մի հատ լեյտենանտիկ։ Ինքը ստորագրվել է, որ ինքը մեծ հաշվով այտենց մի մարդ է։ Դա իր անձնական մոտեցումն է, դա խայտարակություն է մեր ազգի համար եւ պետականության, բայց ունենք ինչ ունենք։ Այդ շեշտադրումները, որ Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել, փչացնել եւ քաղաքականության կողմնակից է, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այդ մասին է, չփչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու հաշվին եւ հակառակը, դա ինչպես կընկալվի արևմուտքում։ Դե ոնց որ մարմնավաճառոյին գա, տենց կիսամերկ շորերով ասի, որ կույս է, մոտարապես տենց կխնդան վրա։ Բարես բուն իմաստով տենց մեծ Ստանիսլավսկ ոճով պաուզա մի տուր, ասենք ինքը ծիծաղալու է։ Ինքը այնքան ծիծաղալու է, որ նույնիսկ չեն ծիծաղա, մատը կտնկենք, ասենք գիժա, շիզոֆրենիկ է, շիզոֆրենիկին տարեք ստեղծ։ Ես միշտ ասել եմ, դիվանագիտությունը պոռնկությունից պետք է տարբերել։ Դու չես կարող եւ-եւի քաղաքականություն վարես Ռուսաստանի հետ, չես կարող։
Իրանք մանկապիղծ բանակ են։ Իրանք երեխա են փախստում։ Իրանք անում են նույնը, ինչ որ թուրքերը արել են քեզ հետ։ Ինքը Ալիևի ամենամտերիմ դաշնակիցն է։ Դու ոնց կարաս ասես, որ դու Ռուսաստանի հետ եւ ես տանում։ Եվ ուր։ Ասենք այդ ինչ եւ է։ Դենց չի էլ, որ ասենք մի քիչ է կուրսերը տարբերվում Եվրամիության եւ Ռուսաստանի, որ ասես դե լավ մի քիչ ստեղ, այս մի քիչը, չգիտեմ, բնապահպանական ստանդարտները մի քիչ տարբերվում է կամ ասենք, չգիտեմ, սրանք տափողակով հոկեյ են սիրում, սրանք ֆուտբոլ են սիրում կամ ռեգբի։ Չէ։ Ասենք ռազմական հանցագործները մանկապիղծ բանակով։ Քեզ, ասենք վերջի 5 տարվա մեջ 3 անգամ դավաճանած։ Ես չգիտեմ դրա եւը որն է։ Շիզոֆրենիկ։ Կամ շիզոֆրենիկ կամ պոռնիկ, ըստ ցանկության։ Ըստ լրագրողի առանձին վերցրած անձնական մոտեցման էլ այտենց այլ տարբերակ չկա։ Փայլուն դիվանագետ չի, փայլուն դիվանագետը իր երկրից 240 կիլոմետր չի կորցնում Ռուսաստանի խաչով, հետո էլ կանգնում ասում, գիտես ինչ կա։ Ռուսաստանը քեզ ասել է դու սահման չունես արա։ Քո տարածքը գրավում են, Ռուսաստանը ասում է ցենտրը, օքեյ, այն իմ դաշնակիցն է։ Ես չգիտեմ այտենց ինչ տիպի պետքա ոչնչություն լինես, արժանապատվություն չունեցող, որ այտենց բան հայտարարես։ Երևի Նիկոլ Փաշինյան։ Ինչու էին փորձում Էստոնիայում Նիկոլ Փաշինյանի կողմնորոշումը հստակեցնել Ռուսաստանի մասով, դա ինչ էր տալու իրենց, որովհետև Ինչու ենք մենք ժամանակ առ ժամանակ մարդկանց փորձում ասում հայոց ցեղասպանության ինչպես եք վերաբերվում կամ Արցախի էթնիկ զտումներին, որ մարդիկ հասկանան, որ նույն ճամբարում են գտնվում, թե տարբեր, որ հասկանաս, քո կարգի մարդը իր այդ կարած շփվես, իրան մարդու տեղ կարած դնես, իր այդ հաց կարած կիսես, թե պիտի քեզ իրա փայ ջրի մեջ, այդա։ Բայց հիմա իրատեսական է միանգամից հայտարարել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզում ենք, դա օրինակ փուլային ժամանակ առ ժամանակ չպետք է ինչ-որ քայլերով ցույց տալ, ինչպես օրինակ սահմանից, հա, այդ անցակետերից ռուսներին հանելն էր, սահմանին համատեղ ծառայություն սկսելն էր։ Հրաշալի պատասխան ես տալի նոր։ Խնդրում եմ մյուս անգամ այդ կեպկով հեծանվի բաները ծակի դու գնա իր տեղը, փայլուն պատասխան ես տալու։ Հա, հիմա մի անգամից չենք կարող, բայց տեսեք վերջի 1 տարվա ընթացքում սահմանի վերահսկողությունը վերցրել ենք, սա վերցրել ենք, սա վերցրել ենք, ստեղ գնում ենք, Հռոմի ստատուտ եք ընդունել, բան ենք արել, այսինքն կարելի է բացատրել, չէ՞։ Ոչ թե ասել, որ չգիտեք ինչ կա, մենք բան ենք։ Ասենք Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքի անունից հայտարարում է, որ ինքը մարմնավաճառու քաղաքականություն է վարում, օքեյ։ Ինքը եւ իր ինչ էր դրա անունը, Երազած Հայաստանն է, ինչ հնար է միակ։ Այսինքն կարելի է չէ, իրական, իրավն բառից է, էլի։ Կարելի է չէ, ոնց որ դու ես բացատրում, ոչ մի դժվար բան չկա։ Ես չեմ ասում ինպես կանգնասի Պուտին խույլո, ինքը այդքան չկա որ տենց բան ասի։ Իրա ոչ մեկ չի հավատալ։ Ասենք իր ներսից չի գալ, ինքը վախկոտ է։ Բայց ասենք ինչ դժվար բան կա, ասել օրինակ մանրից դուրս են գալիս, հիմա քայլ առ քայլ գնում ենք, չենք կարող մի հատ էլ Ռուսաստանի հետ պատերազմ տանել, քայլ առ քայլ դուրս են գալիս։ Լրիվ նորմալ բացատրություն է։ Չէ, բայց գուցե դա էլ է խնդրահարույց, երբ որ ասում եմ մենք քիչ ռուսական ազդեցությունը թույլատնում ենք։ Խնդրահարույց է, ուրեմն կարելի է այդ հարցին չպատասխանել կամ չգնալ։ Այսինքն ինչ ես գնում։ Դու գնում ես, գիտես թե որ քեզ տենց հարց են տալի։ Եկքա մի արտգործնախարարություն կա չեն կարողանում գրեն դա։ Տանիա։ Ասում որ sense պիտի պատասխանես։ Հա, ուղղակի Հայաստանը չի, որ ազգային ժողովում կանգնի, սկսի էթնոգենեզից խոսալ, Կիկոսի մահից կամ 1.5 ժամ ցմփ-ցմփ հու բան, sense բաներ անի, չուկչակ, չարակչակ, սա խնդան, մորանան ինչ ասի գնա։ Չէ, կոնկրետ հարց են տալու, կոնկրետ պատասխան։ Գնացել ես երկիր, որը ակնհայտորեն գիտես, որ հակառուսական ճամբարի, որ տանող ուժն, իդեոլոգիական, գաղափարախոսական առաջնորդն է։ Բալթյան երկրները գաղափարախոսական առաջնորդ են։ Դու գնացել ես։ Դու գնացել ես եւ կարողանում ես այս հարցը ինչ որ մի կերպ ձևակերպես։ Լավ, հետեւաբար քեզ ԱԳՆ-ն պետք է ասի, թե դու ինչպես պետք է տակից դուրս գաս։ Չէ։ Դու այցը մի կերպ պատրաստվում է, չէ, անպայման չի աուտլետի
հասցեները բանի վրա տեսնել կամ տեսնել որտեղ կարելի է կեպկով գնալ։ Նորմալ չի դա։ Դու գնում ես պաշտոնական այցի, դու պետք է իմանաս այդ երկրի ուղղնոցուցը։ Եթե ինքը չունի այդ վերլուծական հմտությունները, որ այն չեն, կամ եթե համարում ես, որ կարևոր երկիր չկարաս անտեսես, մի գնա։ Ինչ ես գնում այդ դեպքում։ Այնուհանդերձ Էստոնիայի վարչապետը հայտարարեց, որ պատրաստ են Հայաստանին աջակցել թե Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու հարցում, թե թվային ծրագրերի հարցում։ Էստոնիան լինելով փոքր պետություն, կարող է որևէ կերպ Հայաստանին աջակցել, թե չէ Եվրամիության հետ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի վրա տեղափոխելու առումով եւ մյուս հարցերում։ Եվրամիությունում չկա գաղափար փոքր թե մեծ։ Եվրամիությունում 27 հավասար երկիր է։ Լրիվ հավասար, Էստոնիան նույնքան ձայն ունի, որքան Ֆրանսիան։ Էստոնիան ունի փորձ սովետական միությունից կտրվելու, Էստոնիան ունի փորձ մշտական ռազմաքաղաքական եւ տեղեկատվական դիվերսիոն այդ ճնշման տակ ռուսական ապրելու, հետեւաբար Էստոնիան լավ հասկանում ինչի մասն է խոսքը։ Էստոնիան աջակցել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Էստոնիան աջակցել է Հայաստանին եւ դա վաղուց հայտնի է, որ Հայաստանի հանդեպ, հայ ժողովրդի հանդեպ Բալթյան երկրներում շատ դրական վերաբերմունք է, հիշեցնեմ, որ Հայաստանի անկախությունը առաջինը Բալթյան երկրներն են ճանաչել։ Եվ խնդիրը գալիս է նրան, որ այո, Էստոնիան հասկանում է, որ Հայաստանին պետք է աջակցել, որպեսզի Ռուսաստանը չուժեղանա, որտեղ էս դեպի հարավ ուժեղացումը, մասնավորապես եթե խոսքը գնում է այսպես կոչված Սյունիքով այդ ճանապարհների բացման, դա կնշանակի, որ Ռուսաստանը կունենա չվերահսկվող ճանապարհ դեպի միջերկրական ծով եւ կարողանա զինվել։ Իսկ դա Էստոնիային, Լիտվային, Լատվիային, Ֆինլանդիային, Շվեդիային, Նորվեգիային եւ Դանիային ձեռ չի տալի, այսինքն նորդիկ բալտիկ երկրներին, հետեւաբար իրանք շարունակել են աջակցել Հայաստանին։ Նույնիսկ եթե Նիկոլո շիզոֆրենիկ։ Պարոն Սարգսյան, Թրամփի հայտարարությունը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ կապված դուք հետ քայլ համարում եք, թե չի, ասում են, այ տեսեք, Բայդենն օգտագործում էր ցեղասպանություն բառը, իսկ Թրամփը վերադարձավ էլի մեծ եղեռնին։ Հա, մեծ եղեռն ձևակերպումը դուրս է եկել, որովհետև Թրամփի շրջապատում բաները շատ են, Թուրքիայի լոբիստները շատ են։ Եվ իր փեսան, ընտանիքի անդամներն են թուրքական լոբինգի հետ շատ մոտիկ։ Թե Էրդողանի, թե Ալիևի, այսինքն այո, դա այդ քայլը մեծ հաշվով է։ Եվ դա ինչ հետևանքներ է ունենալու։ Ոչ մի։ Առանձնապես ոչ մի չի փոխվել։ Ինչ որ բան փոխվել է, ուղղակի քանի որ Թրամփը հայտարարում է, որ ինքը բարոյականության հետ կապ չունի, ինքը չոր փող է հաշվում, այդ ռազմավարական պայմանագիրը ստորագրված է, այդ պայմանագրի շրջանակներում տեղեր կան, որ ԱՄՆ-ի կանկերությունները կամ ԱՄՆ-ն կարաշահույթ ստանա փող աշխատեն, հետեւաբար այդ ամենը շարունակվել է։ Բայց ակնկալել, որ ասենք եթե վաղը, չգիտեմ, Ալիևը որոշեց, որ Բաքվում պահվող մեր ռազմագերիներին պետք է կաշիներ քերթի ու շպրտի Բաքվի գլխավոր հրապարակ տենց իրանց մարմինները, Թրամփը մատեմատին չի տա։ Ակնհայտորեն չի տա։ Որտեւ ինքը բացի դրանից, բացի ամեն ինչից ինքը հայտարարել է, որ Ադրբեջանը իր ամենամտերին ռազմավարական դաշնակից ռազմական հանցագործ Բիբի Նետանյախուի ամենամոտիկ ընկերն է եւ ինքը շնորհակալությունը հայտնի Ալիևին դրա համար։ Այսինքն աշխարհի տականքները հավաքվում են իրար գլուխ էլ Նետանյախուն, Պուտինը, Ալիևը եւ ինչ որ Թրամփի խաչով ուզում են առաջ գնան, բայց Թրամփի վարկանիշը Ամերիկայում այնքան ցածր է, որ իրան լուրջ ընդունել արդեն չի կարելի։ Ինքը ներքին խնդիրներ ունի, 100 օրը կանցնի, ինքը ստիպված կզբաղվի ներքին խնդիրներով։ Այսինքն մոռացեք, որ Ամերիկան կարող է ինչ որ միջազգային հարաբերություններում ինչ որ հարց լուծի։ Ոչ ուկրաինական պատերազմը կարող է տանելու դադարեցնի, ոչ հայ-ադրբեջանական հարաբերություններում կարող է դեր խաղալ, ոչ իրանական հարցը կարող է լուծի, ոչ մի։ Բայց ասում են, տեսեք, ճիշտ է, ցեղասպանություն բառը չօգտագործեց, բայց կարևոր շեշտադրում կար
հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ Թրամփն ասում է անհամբեր սպասում եմ դրա խորացմանը։ Դե ինչին ես սպասում, ասա քո ձեռն է։ Ինչն է պատճառը, որ չես խորացնում։ Ինչ որ մենք կարանք մի բաներ խորացնենք, չէ՞։ Ինքը պետք է ինքը իրանով ինչ որ քայլ անի, ինքը պետք է ստեղ ուղարկի, չգիտեմ, ընկերություններին, կորպորացիաներին, բայց ինքը ապականել է իր տնտեսությունը։ Իր ֆոնդային բորսան լացում է։ Ինչ պետք է անի։ Ասենք ինչին է սպասում հարց, ինչ կարանք մենք անենք։ Հայաստանի վրա 10% չեղած տեղը տարիֆա դրեր, հա, դրան էր սպասում։ Ինչ-որ տպավորություն կար, որ Հայաստանը Ամերիկայի վրա մատաթափ տալի կամ ինչ-որ տարիֆա մցրի Ամերիկայի վրա։ Ինչ կար այդտեղ, չէ, ոչ մի չէր փոխվել։ Ինչ եղավ 10%-ը բան։ Էլ եմ ասում, այդ փաստաթուղթը ստորագրվել է Բայդենի օրոք։ Եվ ստորագրվել է մոտավորապես 3.5 ամիս ավելի ուշ, քան պետք է ստորագրվեր մերոնց մեղքով։ Կարային ստորագրեն 22 թվականին։ Կարային ստորագրեն 23 թվականին։ Կարային անեին բազմաթիվ խելամիտ քայլեր, բայց իրանք տենց համարում էին, որ ինչ-որ բան իրանք տենց բեսանտ խելոք են։ Բայց այնուհանդերձ այդ հայտարարությունը չի ունենալու որևէ արդյունք ռազմավարական այդ գործընկերության հետ կապված շեշտադրումը Թրամփի։ Ես չգիտեմ ինչ են պայմանավորվել իրանք Բայդենի ադմինիստրացիայի հետ։ Այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարման համակարգը գտնվում է կոլապսի մեջ։ Իրանք պրոստը կոլապս են ապրում, իրանք գոյություն չունեն։ Մասկի վարած քաղաքականության պատճառով այնտեղ շունը տիրոջը չի ճանաչում։ Բացի դրանից արդեն ֆանտաստիկ բաներ են, արդեն չգիտեմ, դատավորներ են ձերբակալում, դատավարության տենց դահլիճից դուրս գալուց բան, խայտառակություն է տիրում։ Մեկ-մեկ նայում եմ, լսում եմ ամերիկյան բաները, կարդում եմ, ոնց որ Քոչարյան Ռոբիկի վաղտվա Հայաստանը լինի։ Ով ինչ ուզում անում։ Շուտ իր անգերներին նշանակել է, սիգնալով գաղտնի տվյալներ փոխանակել, բան ինչ-որ, մի հատ Բիբի Նետանյախուի խնդրանքով պատերազմներ սկսել, բանաներ։ Եկել էր Յանիպտի ծախսերը նվազեցներ։ Առաջի երամսյակում ավելի շատ է ծախսել, քան Բայդենի ադմինիստրացիան 186 միլիարդ դոլարով։ 186 միլիարդով ավելի շատ գումար է ծախսել, մարտով եկավ ասեց, որ ես 1.5 տրիլիոնով պետք է կրճատեմ, տարեկան 1.5 տրիլիոնով։ Ես չեմ դու ես ասեք, ինչ անես այդ մարդուն, ոնց ընկալես։ Միակ բանը, որ հաջողվել է, համալսարանների բան, գիտնական է նեղացրել, համալսարանի գումարներն է կտրել, եկեք խեղճուկարակ 3 հատ ինչ-որ սալվադորցիա, թե բանը, կոլումբիացիա, մեքսիկացիա բռնե, շպրտել է տարել է Սալվադոր, ինչ-որ բերդ։ Ենեք գերագույն դատարան ասում է հետ բեր, ասում է չեմ բերի։ Այդ իր ամենամեծ հաջողությունն է մինչև հիմա։ Այսինքն սպասենք որևէ ակնկալիք Միացյալ Նահանգներից այդ համագործակցության շրջանակներում այդ Հիմա չէ։ Նայ, նարեկ, կա բաներ, որոնք Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ խոդի անգել։ Այդ կշարունակվի, ինչպես Ուկրաինայում է։ Այն ինչ որ կապված է Տրամփի ադմինիստրացիայի հետ ոչ բան սպասել հիմա չի կարելի, որովհետև մենք չգիտենք ի վերջո Տրամփի ադմինիստրացիան ինչ կլինի մոտակա 3-4 ամսվա ընթացքում։ Որովհետև առնվազն 3 պաշտոնյայի վրա չգիտեմ, իմ կարծիքով քրեական գործեր կան, ցմահբանտարկության, անվտանգության հարցերով խորհրդականի, Պենտագոնի նախագահի եւ ՖԲՌ-ի պետի։ Էլ չասած, որ այն Տուլսի Գաբարդն էլ իր հերթին, որ ասենք ռուսական նարատիվներ է տանում, բերում դրա տակը որ փորես։ Երեք չառաջուրը բացահայտվում է, որ ՑՌՈ-ի փոխտնօրենի երեխեն մասնակցել է բանի Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանի կողմից, որտեղ եւ զոհվել է։ Ոնց է գումար։ Նորմալ է вообще։ Այսինքն դուք վերստում եք նշանակ, ընդ որում 24 տվին է զոհվել։ Այսինքն Տրամփը ՑՌՈ-ի փոխտնօրեն նշանակում է մարդու, ում երեխեն Ռուսաստանում կռվում է Ուկրաինայի դեմ։ Դա նորմալ է։ Բացի ամեն ինչից, ուղղակի դա նորմալ է։ Երրորդ երկրում որպես վարձկան։ Այն պահին, երբ ինքը գնացել է, Ղրիմը չի ճանաչել Ամերիկան։ Ղրիմը ճանաչված է եղել օկուպացված տարածք։ Հիմա կարող է Տրամփը ասում, ես ուզում եմ Ղրիմը ճանաչեմ։ Բայց փաստացի ինքը ստորագրել է ՑՌՈ-ի փոխտնօրենը նշանակե մարդու,
ում երեխեն խախտել է բոլոր հնարավոր միջազգային կանոնները։ Դու բան ես ուզում սպասես այդ մարդուց։ Ես չէ։ Ասենք ինչքան գոլֆիկություն անի, այդքան լավ, հեռու մեզնից։ Կայա Կալասը այցելեց Բաքու, բայց ոչ Երևան։ Արտգործնախարարությունը հայտարարում էր, որ ապրիլ-մայիսին նաև նախատեսվում է այցը բարձր ներկայացուցչի Երևան։ Սա զուտ ուղղակի ոչ տարածաշրջանային այց էր, դրա համար միայն Ադրբեջանում եղավ, թե սա ինչ-որ ենթատեքստ ունի։ Չէ, ենթատեքստ չունի, ճշտել եմ տենց բարձա, չէ, ահագին տենց միանգամից սկսեցինք ճշտել, զուտ տեխնիկական է եղել Հայաստան չգալու։ Այսինքն օրը փոխվել է այցի, մայիսին պետք է լիներ, օրը արագ տեմպով փոխվել է եւ կոպիտ ասած Հայաստան գալը հարմար չի եղել։ Մերոնց տեսանկյունից հարմար չի եղել։ Այսինքն ապրիլի 24-ի 25-ին գալ Հայաստան, մի տեսակ այն չի եղել։ Բայց առաջիկայում նախատեսվում է ձեզ այցը կլինի թե։ Դե ասել է, հա, Կալասն էլ է ասել Հռոմում Ֆրանցիսկոսի թաղման ժամանակ իմ ունեցած տվյալներով էլ այո գալու է։ Կգա Հայաստան արդեն ոչ տարածաշրջանային այցով, զուտ Հայաստան կգա, որպեսզի այդ հարցը քննարկվի, ընդ որում Բաքվի իր այցը շատ բացասական է գնահատվել Եվրոպարլամենտում, բազմաթիվ բացասական արձագանքներ է ստացել պատգամավորներից առանձին եւ ֆրակցիաներից եւ ինձ թվում է այդ եւս ազդեցություն կունենա իր հետագա այցի վրա ավելի լավ էր որ սենց էր առանձին կգա Հայաստան հնարավոր կլինի քննարկել բոլոր հարցերը որոնք այդ ընդհանրապես տարածաշրջանում Եվրամիության քաղաքականության հետ կապված են Տարածաշրջանում մեկ այլ կարևոր այց տեղի ունեցավ Իրանի նախագահ մեկնեց Ադրբեջան եւ այնտեղ հայտարարեց որ Արցախը Ադրբեջանի մաս է սա ինչպես է մեկնաբանում ասում են կարելի էր ավելի նուրբ ձևակերպել բայց նա ասել է Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մաս է որ երրորդ տարին նույն բանն ենք խոսում Պարսկաստանի դիրքորոշումը չի փոխվում Իրանք տարածքը համարում են Ադրբեջանի մաս, բայց համարում են, որ հայկական բնակչության իրավունքները պետք է պաշտպանված լինեն, այլ է տնած։ Երբ են ուրիշ բան ասում։ Այսինքն չենք մենք միշտ նույն թեմային վերադառնում, ես դա ուզում հասկանամ։ Ինչ-որ բան կա, որ տենց չի, հա, տենց ինչ-որ Նիկոլը վերականում ասում է, չէ։ Եթե Արցախի ղեկավարությունը 15 թվականին ընդունեց նոր սահմանադրություն, որով վերցրեց այդ LLTP-ով բանով տարածքը հայտարարեց իր պետական տարածք, ինքը պետք է դրա համար նաև բան անի, հետևանքները նաև հաշվարկի։ Մենք էլ պետք է հաշվարկենք։ Որ այո, եթե զուտ ինչ-որ հələ հնարավոր էր խոսել բանի մասին, ես չեմ արդարացնում, ոչ էլ բան եմ ասենք 5+2 ֆորմուլայի մեջ այդ տարածքները, որը Արցախի ղեկավարությունը 15 թվականին հայտարարեց Արցախի հանրապետություն, իրանք գնահատվում են որպես բուֆերային գոտի, բանակցային։ Այդ պետք է տային դրա դիմաց տանային կարգավիճակ։ Իրանք հայտարարեցին, որ դա Արցախի տարածք է, հետեւաբար կարգավիճակը փոխվեց, ընդհանուր պայքարի կարգավիճակը փոխվեց։ Եվ բոլոր նրանք, ովքեր կարող է կամ ու կացի մեջ էին, ստիպված էին հայտարարել, որ չգիտես ինչ կա այդ Ադրբեջանի տարածքը։ Ես չեմ ասում, տենց չպետք է լիներ, բայց տենց լինելու համար դու պետք է համապատասխան դիվանագիտական մեծ ծավալի աշխատանք կատարեիր, ոչ թե ընկնեիր Պուտինի հետույքից դուրս չգայիր։ Ոնց որ այն մարդիկ արեցին, ովքեր հիմա Բաքվում են։ Բայց հաշվի առնելով Թեհրանի եւ Բաքվի միջև լարվածությունը, տարաձայնությունները, դեսպանատան խնդիրը, Իսրայելից հավանական վտանգները ընդ որ նաև Ադրբեջանի տարածք դու այդ ես նայում, հասկացա հարցը, որքան էլ որ դու համարում ես տարաձայնություն, Արեգ ջան, այստեղ հարցը ուրիշ տեղ է, Իրանի համար Ադրբեջանը միշտ տուզիկ է։ Միշտ։ Այդ Իրանի համար այդ իր ժողովուրդն են, իր շիա ժողովուրդն է։ Ինքը ասում է, ինչ որ իր շիա ժողովրդին հաճելի է լսել։ Թե ինքը իրականում ինչ է մտածում, ոչ մեկ չգիտի, չնայած մեծ հաշվով միևնույն է ինչ է մտածում։
միջազգային հարաբերություններում այդպես բաներ կան։ Ադրբեջանը առանձին սուբյեկտ չի Իրանի հետ հարաբերություններում։ Ադրբեջանը Իսրայելի համար պլատֆորմա, գործիք հարվածելու տեղ։ Ռուսաստանի համար մինիոն, որի միջոցով սխվում են Հայաստանի վրա։ Թուրքիայի վրա հնարավորություն պլացդարմ, տրամպլին, որպեսզի դուրս գա Միջին Ասիայի վրա։ Ինքը բոլորին հարմար է։ Հարմարացնում է ինքը իրան բոլորը, բայց ինքը իրանով սուբյեկտություն չունի, որ ասես Ադրբեջանը ով է, այն դրա համար է տատանում, չի ջոգում։ Ասենք գնում է Հռոմի պապի մոտ, ասում է մենք բան ենք, կաթոլիկ ենք, հետո գնում է ռուսների մոտ, ասում է մենք ուղղափառ ենք, հետո շիաներին ասում է մենք շիա ենք, սունիներին ասում է սունի ենք։ Դա բան է, երևի դրա համար է Նիկոլի հետ լեզու գտե, բոլորի հետ ուզում են լավ լինեն, չի լինում տենց։ Չի լինում։ Ադրբեջանը դա տարածք է, որը միավորվել է Ստալինի եւ Էնվերի պահանջով, որպեսզի Պարսկաստանին հարվածեն, Պարսկաստանում բրիտանական շահերը ոչնչացնեն, ոչ միայն Պարսկաստանում, այլ Աֆղանստանում եւ Միջին Ասիայում։ Իսկ ադրբեջանցի էթնիկ անվանումը ստեղծվել է Ստալինի կողմից 36 թվականին։ Ման էին գալի, ով անուն ազգանուն չուներ, ով հորը չէր ճանաչում, բան չէր անում, ով ինչ-որ կրոնով իսլամ էր, ասում էին ապա սրանից հետո դու ադրբեջանցից վերջ։ Այդ է Ադրբեջանի ամբողջ պատմությունը։ 18-ից մինչև 36 թիվ։ Ու բոլորը դա գիտեն, ու դա փայլուն գիտի Պեզեշկյանը։ Փայլուն գիտի, հա, Իրանում շատ լավ գիտեն, իրանք ով են, որտեղից են եկել ու ուր են գնում։ Դրա համար ասենք լրջորեն մեկնաբանել են ինչ-որ Պեզեշկյանը ասում է Ադրբեջանում, ադրբեջանցիների համար անում են, իրենց ներքին գործն է։ Այդ Ադրբեջանի տարածք չի, իրանք չեն համարում, որ դա Ադրբեջանի տարածք։ Ստեղ նաև գալիս է նրան, որ ինքը նաև չի համարում, որ Ղարաբաղն է Ադրբեջանի տարածք, քանի որ ինքը համարում է, որ Ադրբեջանն է իր տարածքը։ Այնտեղ ուժը մանրուքներ են։ Ներքին նեղ պարսկական թեմաներով, հա։ Բայց այնուհանդերձ Իրանի նախագահի զգուշացումներին ականջալուր կլինի Ալիևը, թե չէ սահմանները չխախտեն։ Ոչ։ Ալիևը ականջալուր չի լինի, բայց Ալիևը ստիպված կլինի դրանք հաշվի առնել։ Հասկանում եք, Ալիևը չի այդ ռազմական բաները, այդ կրակոցները, բանը, Ալիևը չի։ Այդ Նիկոլի երևի թե ռազմավարական գործընկեր Պուտինն է։ Այդ Ալիևը չի, Ալիևը իր կամքով չի կրակում։ Ոչ էլ Ալիևը իր կամքով միջանցք է ուզում։ Ոչ էլ Ալիևը իր կամքով թույլ չի տալի, որպեսզի Հայաստանի Թուրքիայի սահմանը բացվի։ Ամբողջի պատճառը Մոսկվան է, որտեղ որ Նիկոլը գնում է սատկած լեշ Լենինի եւ խույլո Պուտինի տող կանգնի, պատխույլովնիկ դեմքով պարադանտում։ Վլադիմիր Պուտինն ասում է կրակեք Հայաստանի գյուղերի վրա։ Վլադիմիր Պուտինը ասում է ստեղծեք ցանկացած պայման, որպեսզի համաձայնեցված 17 կետերը ջրվեն, որտեղ այնտեղ կա կետ, որը վերաբերվում է Ալմատայի բանին, հռչակագրին, որը դառնում է նախադեպ եւ այդ նախադեպի ռուս-ուկրաինական պատերազմի վերջնական արդյունքը պետք է գնա եւս Ալմատայի հռչակագրի համաձայն։ Դա միջազգային իրավական նախադեպ է, ըստ այդ նախադեպի Ռուսաստանը պետք է ռադքաշի, ոչ միայն Ղրիմից, այլ նաեւ Դոնեցկից, Լուգանսկից եւ բոլոր այն տեղերից, որտեղ որ բանի Տրամպի ուղարկած բանը, այդ ինչ է դրա անունը, Մակլերը, անշարժ գույքի գործակալ։ Բարես բուն իմաստով անշարժ գույքի գործակալը Պուտինի հետ բանակցում էր։ Այդ անշարժ գույքի գործակալը նույնիսկ չի կարողանում ասի, թե որ տարածքներն է Պուտինը ուզում, բայց պնդում է, որ այդ տարածքները պետք է տան Պուտինին։ Մի հիմար գադել է դա, բեդովլատան ասում։ Լարվածությունը ստեղծում է պաշտոնական Մոսկվան, Հայաստանի եւ Միանշանակ, ճիշտ է։ Մոսկվան է։ Եվ այս իրավիճակը ինչքան է շարունակվելու։ Այսինքն ինչպես են Ալիևին զսպելու, ով է զսպելու, ինչ քայլեր են ձեռնարկելու։ Մենակ մենք, ինչպես ասեց Նիդերլանդների թագավորը, միջև ատամներները զինվեք։ Բարձել է այդ խաշմերու, խաղաղություն, բան ոչ բան։ Մեր զինվելուց բացի ոչ մի բան Ալիևին չի պահ։ Իսկ ինչքան է շարունակվելու, մինչև Պուտինը չսատկի։ Հանկարծ չմտածեք, որ ուրիշ բան կարա փոխվի ինչ-որ։ Հնարավոր չի դա։
Հայաստանին հիմնական զենք մատակարարողներից մեկը կարող է խոշոր պատերազմի մեջ ներքաշվել, խոսքս Հնդկաստանի մասին է, Պակիստանից հայտարարել են, որ միջուկային զենքեր կկիրառեն, այսօր պետական լրատվամիջոցներով ցույց էին տալիս, թե ինչպես են փողոցներում իրենց զենքերը ցուցադրում, այս ուղղությամբ ինչ կարող է լինել։ Կարող է լինել պատերազմ, ինչ չի թվում, որ միջուկային զենք կիրառվի, Նարեկ ջան, բայց պատերազմ կարող է լինի հանգիստ։ Դա առաջի անգամ չի վերջի տարիներին եղել է, մեր այդպես ինչ-որ շատ հեռու անցյալում չի եղել, կոնկրետ եղել է, այս վերջերս մի քանի տարի առաջ նույնիսկ ինչ-որ օդուժի կիրառմամբ եղավ, մինչև 99 թվականին այդ կարիքնի պատերազմներ եւ Պակիստանի տանկային զորքերը ոչնչացվեցին, զրահատանկային զորքերը երկու ճակատամարտում, այսինքն նես չի, որ դա առաջի անգամն է կամ իրանք պատրաստ չեն, իրանք հանգիստ պատրաստ են եւ ուզում են այդ պատերազմը ամեն մեկը իր օգտին վերջացնի։ Ուրիշ հարց է, որ Պակիստանը ինչու է պատերազմի մեջ մտավ, դա հետաքրքիր է, Պակիստանը երևի թե իր բաների հետ միասին, նրանց ովքեր որ իր թելիկները քաշում են, չեն ուզում, որպեսզի Հնդկաստանը զբաղեցնի ԱՄՆ-ի եւ Արևմուտքի համար, ԱՄՆ-ի համար հիմնականում ամերիկյան կազմակերպությունների կորպորացիաների համար այնտեղ զբաղեցնի, որը զբաղեցնում է Չինաստանը։ Մենք արդեն գիտենք, որ iPhone-ի արտադրանքն է մոտ 30 քանի տոկոսով տարեելի կավելացնեն, մեծ հաշվով Չինաստանից բազմաթիվ կորպորացիաներ տեղափոխվում են Հնդկաստան։ Հնդկաստանը որպես բավականին մեծ աշխատուժի պոտենցիալ ունեցող շուկա հետաքրքիր է։ Այժմ աշխատուժը մեծ է, ոնց որ Չինաստանը առաջ տարիներին։ Եվ մեծ հաշվով Հնդկաստանը շատ մեծ առավելություն ունի, որովհետև Հնդկաստանի պետական լեզուն անգլերենն է եւ չնայած խոսակցականը բավականին բարդ է, բայց գրավորը, այսինքն անկին հեշտացնում է։ Ոչ մի փաստաթղթաշրջանառության, այլ եռակի թարգմանության կարիք չի լինի, հա։ Ինժեներական աշխատանքների բանի, բացի դրանից հնդկական սփյուռքը Ամերիկայում շատ հզոր է եւ զբաղեցնում է բարձրագույն պաշտոններ այդ թվային ոլորտի կորպորացիաներում, լինի դա Adobe-ն, լինի դա Microsoft-ը, լինի դա, այսինքն ամենտեղ իրանք ներկայացված են եւ շատ հեշտ կլինի այդ սփյուռքի հնարավորությունները օգտագործելով աշխատանքների զգալի մաս տեղափոխել Հնդկաստան։ Ինչա պետք որպեսզի նման բան չլինի, Հնդկաստանը պետք է ներքաշված լինի ինչ-որ պատերազմի մեջ։ Եվ դա բոլորին, ովքեր չեն ուզում, որ այդ իրավիճակը դառնա իրականություն, ամենահարմար տարբերակը պակիստանցիքին հանել, սրել, տանել, ասել գնացեք մարդ խփեք, դե դրանց նորմալ է, դրանք մոտիկ են։ Հիշեցնեմ, որ Հայաստանը այդպիսի պետություն չի ճանաչում։ Այսինքն մենք ոչ դիվանագիտական հարաբերություն ունենք, ոչ որ մեր համար քարտեզի վրա այդ պետությունը չկա։ Եվ իհարկե փոխադարձ սկզբից իրանք են սկսել, իրանք Թուրքիայի եւ Ադրբեջանի ամենամտերիմ դաշնակիցներն են, 44-ի ժամանակ F-16-ների օդաչուները պակիստանցիներն են եղել, այս ամեն ինչը պետք է հասկանալ, հիշել, որ ասենք երբ որ ասենք քնելուց առաջ ցուցակ կա ում նավսում եք, որ անպայման Պակիստանը հիշեք, որ այնց օրը արև չտենան իրանք ազգովի, դա մոտ հարաբես տենց։ Ողջունում եմ Հնդկաստանին, մաղթում եմ ամենայն բարիք, մաղթում եմ օրեկան 30,000 հոգի պակիստանցի սատկի, ինչով կարամ կօգնեմ կոժանդակի։ Բայց եթե Հնդկաստանը ներքաշվի պատերազմի մեջ, դա ինչ խնդիրներ է առաջացնելու կամ ինչպես է հայ-հնդկական համագործակցության վրա անդրադառնալու։ Ոչ մի կերպ։ Հիշեցնեմ, այսօր Ֆրանսիան Հնդկաստանը եւ Ֆրանսիան վերջնականացրեցին պայմանագիրը այդ ռաֆալների վաճառքի, ոչ մի կերպ նես չի, որ այդ մի վայբ բիդես եսին ինչա։ Մեծ հաշվով այդ բավականին տենց լոկալ պատերազմ է Ջամու Կաշմիր մարզում, որը հյուսիս-արևմտյան մասն է, Պամիրի կողմը, տենց ինչ-որ այնտեղ է ռազմական գործողություններ լինում, եթե ամբողջ սահմանի երկայնքով լինի, այսինքն Ինդ գետի այդ բանով, հովտով, դա Պակիստանի համար ավելի վատ է, որովհետև ինքը այնպես չի, որ շատ հզոր բանակ ունի, էլի ինքը տենց բավականին լուրջ խնդիրներ կունենա, զուտ մարդկային բանով, քանակով, բացի դրանից Պակիստանը, եթե չեմ սխալվում 2001-2 թվականներին փորձում էր Ամերիկայի հետ համագործակցել, բայց
ինչ որ խնդիրներ կային եւ օրինակ Viper տիպի ուղղաթիռներ ռազմական տենց էլ չստացավ Ամերիկայից, այնտեղ ինչ-որ բլոկ էր դրած, ի տարբերություն դրա իր բաները F-16-ները շատ հին են, իրոք հին են, էլի, այն որ առաջի սերնդի են, եւ համեմատած Հնդկաստանի հետ ինքը հետ է ընկել բանով, զարգացումով ռազմական, չնայած այս Չինաստանի հետ հիմա փորձում են այս JF-17 ինքնաթիռները կործանիչ Ադրբեջանին որ վաճառել են, ավելի շուտ դրանք հələ տեղ չեն ասել, բայց նախորդ պարտիան, որը վաճառվել էր Մալազիային, թե Մյանմային, Բյուրմային, այսինքն էլ ինքը ահավոր դժգոհություններ առաջացել գնողի մոտ եւ այդպես կլիենտները ասել էին եկեք ես ձեր թեշտերը տարեք, այսինքն Պակիստանը մեծ հաշվով վտանգավոր, բայց ոչ շատ ծանր մրցակից Հնդկաստանի համար։ Հիշեցնեմ, որ Հնդկաստանը հիմնական իր կոնֆլիկտի հակառակորդը դա Չինաստանն է, այսինքն Հնդկաստանը պատրաստվում է Չինաստանի հետ հակամարտության, ոչ թե Պակիստանի։ Պակիստանը հետ չէ, ասենք կտրորեն կետը։ Նյու զենքերը մատակարարելու մասով խնդիրներ չեն լինի։ Չէ։ Ես չի որ մեր քանակները այն տիպի են, որ առանց դրա հնարավոր չլինի իրանց բան անեն, հետո մենք առաջի խոշոր կլիենտն ենք, այն էլ եվրոպական հաստատ Հնդկաստանը մի բան կանի, որպեսզի այդ կլիենտին չկորցնի, որովհետև այդ հարաբերություններում դա շատ կարևոր է, էլի իմիջը։ Պարոն Սարգսյան, քննարկման օրակարգում է հայտնվել ցեղասպանությունը ուրանալու թեման, դա լուրջ ըստ ձեզ գնում են դեպի այդ ճանապարհով, թե պարզապես fake ինչ-որ տեղեկություն է, որ ընկել է քննարկման դաշտ։ Ով է գնում նանջանք ասես։ Չեք լսում հայտարարությունները, որ ասում են իշխանությունները ուրանում են, սկսել են ուրանալ ցեղասպանության Հնարավոր չի, մեզ մոտ քրեականացված է դա։ Մեզ մոտ քրեականացված է։ Բայց քաղաքականությունը քրեականացված է, քաղաքականությունը ինչ կապ ունի, Նարեկ ջան, քրեականացված է։ Եթե ինչ որ մեկը համարում նայ ասեմ, հա, նայ ասեմ։ Եթե խոսքը վերաբերում է նրան, որ ընդդիմությունը ասում է, որ սրանք ուրանում են, օքեյ, վերցրու, դուրս գրի, դուր փորձագիտական զննման, համապատասխան գնահատականը ստացի փորձագետներից, գնա մտի դատարան, քրեական օրենսգրքի համապատասխան կետով պաշտոնանկարը նստացրու։ Հասկանում ես, եթե ապացույցը կա, այսինքն եթե դա անհերքելի է եւ անբեկանելի է, այնց չի որ անկարում, հետո պետք է գնաս դատարան։ Եթե ապացույցը չկա եւ դու ուզում ես ապացուցես, որ իրանք արժանապատվություն չունեն, դա անիմաստ է։ Ասենք եթե իրանք ընդդիմություն չեն, իրանք տուզիկ են։ Այդ ովքեր որ հիմա իրանք ընդդիմության տեղ են դրել, իրանք ռուսի կեղտ են, կոշիկի տակի են, որ ռուսները վրեկները կոշիկ են սրբում։ Դրանք սրանցից շուտ պետք է գնան Հայաստանի քաղաքականությունից։ Իրանք պետք է արխիվավորվեն, չգիտեն, գնան եթե հողամաս ունեն, հողամասում ասենք կարտոլ փորեն։ Այն է մենակ իրանց համար, որտեղ իրանց աճացրած օվուտի սաղ ինչ կա, վրեկները կչորանա կընկնի։ Այդ բացառապես իրանք փակ թեմա են, իրանք հաջողություն իրանց։ Նիկոլենց հետ միասին, այսինքն եթե խոսքը վերաբերում է, նորից եմ ասում, նրան, որ իրանք մեղադրում են ԿՊ-ին, որ ԿՊ-ն չունի արժանապատվություն մեծ հաշվով, օքեյ, դա ոնց որ պարզ է, Նիկոլը չունի։ Ես քեզ նոր ինչից բացեցինք խոսակցությունը։ Ասենք մի նոր բան չեն ասում։ Բայց եթե իրանք այդ ֆոնի վրա ուզում են ասեն, որ իրանք ավելի լավն են, ու շատ կներես ոտերդ կերել են իրանք Նիկոլից վատն են։ Այսինքն իրանք այնքան վատն էին, որ իրանք ֆոնի վրա ժողովուրդը ընտրեց Նիկոլին։ Միշտ հիշեք, որ Նիկոլը շատ վատն է, բայց իրանք այնքան վատն են, որ իրանք ֆոնի վրա ժողովուրդը ընտրեց շատ վատ Նիկոլին, ու խոսքը 18 թվի մասին չի, խոսքը 21 թվի մասին է։ Վերջացավ այդ թեման, իրանք իրար արժեն, իրանք այդ 31%-ի համար կռիվ են տալ, թե ով ավելի լավ կլիզի ռուսի կոշիկը։ Բարի ճանապարհ։ Ըստից մինչև Կաբզոնի համերգ։
Մակրոնի հայտարարությունը ցեղասպանության օրվա հետ կապված է, նշում է շարունակեն գործել մարդկության անունից, հանուն ճշմարտության եւ արդարության։ Սա գլոբալ թե հենց Հայաստանին ուղված, այսպես ասած, խոսում էր։ Սա գլոբալ խոսք էր, որը իրականում ուղղված էր Հայաստանին, որովհետև մարդկության անունից, ինչի որովհետև ցեղասպանությունների դեմ պայքարը, ցեղասպանությունների կանխարգելումը դա մարդու իրավունքների կոնվենցիայից բխող գործողություն է եւ դա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական բրենդը պետք է լինի։ Ցավոք սրտի այս իշխանությունները չեն կարողանում դա հասկանան եւ առաջ տանեն, բայց նենց չի որ իրանցով բանը աշխարհը սահմանափակվում է, կանենք դեռ Մակրոնը ուղղակի այդ դրոշը չի թողնում ընկնի, ինչպես նաեւ Արևմուտքի ռազմական զարգացման դրոշը, ինչպես նաև ժողովրդավարության դրոշը, ինչ կա սա թողել են այդ մարդու վրա։ Ինքը մեր ժամանակների Դեգոլն է դառնում։ Չուզելով երևի թե, բայց դա տենց ստացվեց։ Չնայած ինքը երթունակալության ժամանակ ասում են Դեգոլի գիրքը բաց է եղել, բացի բանից, բացի Աստվածաշնչից Դեգոլի հիշատակներն է եղել, ամեն դեպքում ինքը շատ մեծ հարգանքի արժանի անձնավորություն է ու իր պատմական նշանակությունը տարիներ հետո նոր կբացահայտվի։ Այդ մեծությունը էլի։ Բայց այս խոսքերը ինչպես է արտացոլվելու գործնականում, ինչպես ենք մենք դա տեսնելու։ Նարեկ ջան, եթե ես կարողանամ գուշակեմ, թե Ելցյան պալատի գործողությունները ոնց են բանանում, վերլուծել ինչ քայլեր կհետևեն։ Ես չգիտեմ ինչ ռեսուրս են իրանք պատրաստում սրա տակ դնել։ Դա հնարավոր չի հասկանալ։ Ես քեզ ասում եմ, ինքը առաջնորդությունը վերցրել է։ Բոլոր այն ինչ որ Ամերիկայի ձեռքից անգե, այն ինչ որ Բրիտանիայից է, այն ինչ որ Եվրոպան է, այն ինչ որ ցեղասպանության կանխարգելում է, այն ինչ որ ասենք, չգիտեմ, մերձավոր արևելքում խաղաղության բանն է։ Սա ընկել է այդ մարդու վրա, Ֆրանսիայի վրա մեծ հաշվով։ Ֆրանսիան ինքը իրանով ցենց վերցրել է այդ բեռը տանում է։ Հիմա այս ամբողջ ծավալի մեջ այդ փոքրը, այն որ դա հիշատակել է, դրան անդրադարձել է, դա փառք ու պատիվ եւ պետք է շնորհակալ լինենք։ Ասենք օրինակ նույն բունկերային առնետը դրան չի անդրադարձել։ Ինչ որ մի հատ անբարոյական հարբեցողուի է խոսել, որ իրա ճանաչած հայերի բարեկամ մեծ ցավն է, երևի խոսքը Սիմոնյանի եւ կոմայից դուրս չեկած այն Սիմոնյանի ակնգանն ինչ էր։ В общем, Տիգրան Քյոսայան, հա։ Երևի դրանց այդ իրանց նեղ կռուգի պասի ձելկեքի մասին էր խոսում ու վերջ։ Ասենք հիմա դու ինձանից ինչ ես ակնում Ֆրանսիան ինչ պետք է անի, Ֆրանսիան կանի, ինչ որ կանի, բայց դա մի տեսակ ոնց որ իրանց բանն է։ Ես գիտեմ, որ մենք կարող ենք ցանկացած հարցում Ֆրանսիայի հետ համատեղ ցանկացած ծրագիր իրականացնենք, հույս ունենանք ու արդարացված հույս ունենանք, որ Ֆրանսիան մեզ կոպիտ ասած Ռուսաստանի պես չի գցի։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում բյուջեի բաշխմանը, հա, ասենք, չգիտեմ, ինչքանը կգնա մեզ, ինչքանը Ուկրաինային, ինչքանը ստեղ, ինչքան այնտեղ։ Բայց այն որ ֆրանսիական լոգիստիկ կազմակերպություններից խոշորագույններից մեկը այսօր գնել է թուրքական մի ընկերություն, որը Թուրքիայի ամբողջ տարածքում ունի պահեստներ, բեռնատարներ, երկաթգծեր եւ կոնտեյներներ եւ փաստացի Ֆրանսիան Թուրքիայով եկավ Արաքսիան ապա կանգնեց, այսինքն ապրանքափոխանակման տեսանկյունից ինքն է հիմա այդ ճանապարհներին տիրապետում, դա փաստ է։ Հիմա ինչ կլինի, մենք ունենք փաստ։ Հենց այսօր առավոտը Ֆրանսիայի այդ կազմակերպությունը CMC-ն է, սա բան, անուն ինչ էր մոռացա, մերոպ է, առանց հեռու գնալու, իսկական անվանումը ասեմ, ուրա։ Так, им Telegram ալիքը, կանենց վերսիան, նույնիսկ CMA CGM ընկերությունը 440 միլիոնով ինքը լոգիստիկ գիգանտ է կոպիտ ասած, առել է Borusan Logistics թուրքական ընկերությունը, որը որ իր հերթին
81 թուրքական երկրամասում նահանգում ունի պահեստային եւ լոգիստիկ հնարավորություններ։ Այսինքն այս պահին, այս գործարքը ավարտվելու պահին փաստացի, չգիտեմ, Ալաշկերտում, Կարսում, Արդահանում Ֆրանսիան կունենա պահեստային եւ լոգիստիկ հնարավորություններ։ Ինչը փաստացի նշանակում է, որ այդ ճանապարհի աշխատելու պարագայում այն երրորդ երկրների համար բաց ճանապարհը դա ավտոմատ կնշանակի Ֆրանսիա։ Այսինքն Ֆրանսիան արդեն տեղում կլինի, էլի։ Մինչև մնացածները ոտ-ոտ կգցեն, Ֆրանսիան տեղում կլինի, բացման պահից ֆրանսիական ընկերությունը կստանա այդ հնարավորությունը։ Եվ վերադառնալով կրկին ներքաղաքական թեմաներին, ասում են եկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ժամանակը հեռացման եւ հանրապետականը ունի ծրագիր, Սերժ Սարգսյանը հայտարարեց։ Կկարողանա հանրապետական կուսակցությունը իշխանափոխություն անել, թե ոչ։ Դե ոնց իշխանափոխության համար դու պետք է ներկայ լինես ազգային ժողովում, որպեսզի ներկայ լինի հանրապետական ազգային ժողովում, պետք է 26 թվականը լինի ու լինեն ընտրություններ, որից հետո նոր կարելի է մտածել իշխանափոխության մաս։ Այն ինչ որ դու նկարագրում ես, դա հեղաշրջումն է։ Հեղաշրջման արդյունքում, կամ նույնիսկ ոչ թե հեղաշրջման, այլ հեղափոխության, բայց տիպը այն որ բան բոլշևիկյանի նման։ Մենակ այդ պարագայում իմ հանրապետականը կարագա իշխանություն։ Այսինքն լիքը մարդ կոտորեն, ելնեն, կրակեն, երկիրը ապականեն, բան, չեն կարա։ Չունեն իրանք վարկանիշ։ Չունեն։ Բացի ամեն ինչից էլ, բացի նրանց որ չեն կարող բան չեն, չունեն վարկանիշ։ Չեն ընդունի իրանց, մարդիկ չեն ընդունի։ Ես էլ եմ ասում, իրանք այնքան վատն են, որ իրանց ֆոնի վրա մարդիկ Նիկոլին են ընտրել։ Իսկ հնարավոր ռազմական գործողությունները Ադրբեջանի հասարակությունում խռովություններ կառաջացնեն, թե ոչ։ Ադրբեջանի ինչու՞մ։ Հասարակությունում։ Ադրբեջանին հասարակություն աստվածատով է։ Ադրբեջանը չունի հասարակություն։ Լրագրողները նստած են կամ վտարված են, անդիմախոսները, նույնիսկ ոչ թե անդիմադիրները, կամ սպանված են, կամ էլի վտարված են։ Այն ինչ որ տեղում կա, դա ուղղակի անգրագետ գյուղական բնակչությունն է, որին ծեծելով նստածում են տանը, խիստ կասկածում են, որ իրենց կրթական մակարդակը բավարարում է, իրենք գնահատեն եւ հասկանան ինչով է զբաղվում։ Ես տենց էր օրինակ Թուրքիայում մինչև 90-ականների կես բնակչության 35%-ը համարում էր, որ Թուրքիան ղեկավարվում է սուլտանի կողմից։ Հարցումներով տենց էլ ասում էին։ Որ հարցնում էին ղեկավարին, ոնց է դա ասում է սուլտանն է, ոնց պիտի գնա։ Իսկ մոտարապես նույն բանը Ադրբեջանում է։ Հենց որ դուք ինչ-որ սпасել ընդեղ բողոքների շատ կներեք չէ։ Չկա սովետական վախից հետո շատ ավելի դաժան ռեժիմ է իրանց մոտ եւ ընդեղ վախենալ կամ ինչ-որ բան սահմանները պագա այդ մարդկանց։ Այդ մարդիկ իսկ իրանց երկրից դուրս չեն գալ, իրենք չգիտեն որ կյանք կա։ Բնակչության 60% համոզված է որ աշխարհում հələ կոവിഡ് կա։ Ու մեծարում են իր խամչիկին, որովհետեւ ինքը կոവിഡից մեզ փրկում է։ Ինչի մասն է խոսքը։ Ինչ հասարակություն։ Չէ, իրանք տենց պաշկեքով սատկելու են, էլի պատերազմի ժամանակ։ Սա դրական կողմը է նա, որ իրանք ունակ չեն նաև պատերազմ վարել։ Ну, в смысле իրանք բան են, մսածու են։ Քանի որ եթե անձը չես զարգացնում, ինքը ավտոմատ մսածու է։ Իսկ մսածուին պատմականորեն շատ հեշտ է։ Հրամանատարին գտնում ես, հրամանատարին խփում ես, իրանք դառնում են ոչխար, սենց բան անելով վազում են։ Բայց այսքան 30 տարի ասեցին այդ կենթանու հետ համեմատեցին հայ հասարակություն։ Ոչ բան չէր փոխվել, հա։ Հա ճիշտ է, ուղղակի որ հիմա դու հետ հետևանք եղավ պարտությունը, ասեցին հա, որ ադրբեջանցի խնդիրը ուրիշ տեղ անել ջան, դու լրիվ ճիշտ ես ասեցին, այո, եւ տենց է 44-ի ժամանակ դու այդ ժամանակ լուսաբանում էիր, կարող էիր տեսնել, որ կամ ֆանտաստիկ իրար հետ չբռնող բաներ։ Տեղ կար, որ նախիրի պես փախնում էին, տեղ կար, որ գալիս էին առաջ։ Այնտեղ որ աշխատել է պարսկական ասում եմ, աֆղանական, պակիստանական կամ թուրքական սպեցնազը կամ մասնավոր ռազմական ընկերություններ եւ Սիրիայից բերած գրավայիններ
եղել է նորմալ պատերազմ, որտեղ մերոնք զիջել են, որտեղ մերոնք աշխատել են սովետական Ֆրունզեի ակադեմիայի մեթոդով, իսկ իրանք նատոյական դպրոցով։ Այդտեղ մերոնք պարտվել են։ Բոլոր մնացած տեղերը, որտեղ եղել է բուն ադրբեջանական, նրանք են տապալվել։ Այսինքն դու պարտվել ես հիմնականում սխալ կառավարման, կապի սխալ, այսինքն նոր տեխնոլոգիաներին հրաժարվելու, լինի դա դրոններ, ATS-ներ, լինի դա կապի միջոցներ, լինի դա հոբ, լինի դա կառավարման համակարգ, որ կարմիր բաներով, ծրարներով ինչ-որ բաներ տանել, բերել, լինի դա, ասենք, չգիտեմ, բջջային կապ, որի պարոլները փակ չեն ու մինչև պատերազմի 3-4 օրը չէին հասկանում, որ թուրքերը վաղուց սաղ կարդում են։ Այսինքն ոչ հակահետախուզություն նորմալ կար, ոչ բան կար, դրան գումարվել էր կաշառակերությունը, սեփական պետականության հանդեպ հավատի բացակայությունը, դավաճանությունը, ռուսին հավատալը, այդ կոմպլեքսն է բերել այն արդյունքի, որը որ մենք ունենք։ Բայց խոսքը նրա մասին չի, որ ռազմաճակատում մենք պարտվել ենք, չէ։ Ռազմաճակատում իդեպ մենք նվեր ենք տվել երևի քառակի կամ հնգակի ավելի շատ, քան նրանք փաստացի գրավել են։ Այսինքն մերը դասական դիվանագիտական պարտություն էր, ինչը որ շատ են սիրում հայ տարբեր տեսակի էթնոգենեզով եւ բանով զբաղվող բոլոր ժամանակների հայ ղեկավարները, որտեղ իրանք իրանց ուղեղում ինչ-որ մի հատ պատկեր են կառուցում ու փորձում են իրականությունը հարմարացնել այդ պատկերին։ Ցավոք սրտի մեր թշնամիները, հակառակորդները, մեր շրջապատը շատ լավ հասկացել են, հենց տեսնում են ղեկավարը շիզոֆրենիկ է, հարձակվում են մեր վրա։ Այդ շիզոֆրենիկը սկզբից գոռում է, որ սաղիթ կպատրեմ, հետո տենում է, որ ոչ մի բան չի ստացվում, ասում է լավ եկեք դուք ինձ պատրեք, երկիրը բան անում, տապալում գնում է։ Բագրատունիների թագավորությունը ո՞նց ընկավ։ Ոնց տարան տվին դյուզանդացիքին, նույն ձև։ Մի շիզոֆրենիկ էլ են վախտերել նստած։ 4 կողմից ասում են մի գնաց, չէ։ Շիզոֆրենիկ անասուն։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։